մեկնարկը տրվեց փաստորեն, պարոն Ղազարյան, վստահ եք, որ հաջողության ենք հասնելու, որովհետև ագրեսիվ է այս իշխանությունը, ագրեսիվ է, գիտենք, տեսնում ենք ինչպես է ստում, ինչպես է փորձում փաստերը գլխի վրա ներկայացնել, ինչպես է վարկաբեկում, դրա համար օգտագործում է հանրային հեռուստատեսությունը, անգամ YouTube-ն ու Facebook-ը, ինչպես եք դիմակայելու, ինչպես ենք այս փորձությունը հաղթահարելու։ Այդ ամեն ինչը ոչինչ է ժողովրդի իշխանության, ժողովրդի ցանկության, ժողովրդի երազանքների դիմաց։ Ժողովուրդը այսօր ցանկանում է փոփոխություններ, եւ ժողովուրդը ցանկանում է այդ փոփոխությունները տեսնել Սամվել Կարապետյանի հետ, որովհետեւ նա է այն անհատը եւ նրա շուրջ է ձևավորվել այն հասարակական մեծ համերաշխությունը, բազմաթիվ քաղաքական ուժեր, բազմաթիվ կազմակերպություններ այսօր իրենց զորակցություն են հայտնել Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան դաշինքին։ Սա միասնության բացառիկ դրսևորում է եւ սրա դիմաց ոչինչ չի կարող դիմակայել։ Այն ագրեսիվությունը, որը ցուցաբերում է իշխանությունը, դա հենց իրենց բարդության խորհրդանիշն է։ Դրանով է արտահայտ, եթե նրանք հաջողության ունենալու շանսեր ունենային, նրանք կլինեին շատ հանգիստ, շատ վստահ եւ որը դա փոքր օրինակ բազմաթիվ այլ կուսակցություններ կան, չի առաջադրել, որևէ մեկի հանդեպ նրանք այդ ագրեսիվություն չեն ցուցաբերում։ Նրանք այդ ագրեսիվությունը ցուցաբերում են միայն ու միայն ուժեղ Հայաստանի դեմ, որովհետեւ հասկանում են, որ իրենց իշխանությանը փոխարինելու է ուժեղ Հայաստան դաշինքը եւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյան։ Նրան այլևս պետք չի ուշադրություն դարձնել, նա այլևս նախկինը ուզում է կուկուռուզուտի, ուզում է պերաշկի, ուզում է չինական սունկ։ Միևնույն է, նա հեռանալու է եւ Հայաստան գալու է նոր իշխանություն, իդեմը Սամվել Կարապետյան։ Ձեր ասացից ես հասկացա, որ օրակարգ թելադրողը լինելու է ընդդիմությունը հանձին ուժեղ Հայաստանի, այլևս դուք չեք գնալու Փաշինյանի այդ շոուների հետևից եւ մենք սպասում ենք, որ օրակարգում լինի ուժեղ Հայաստանի քարոզչական հզոր ուժը զգացվի։ Փաշինյանը նախկինը ոչ մի ղեկավար Հայաստանում երրորդ ժամկետ չպետք է ղեկավարի, այդ թվում Նիկոլ Փաշինյան։ Նա 2 ժամկետ ղեկավարել է մեր երկիրը։ Ինչ էր ուզում աներ։ Նա այդ հնարավորությունը լիարժեք ունեցել է։ Ինչ ուզում էր թող աներ, բայց մենք տեսել ենք դա ինչ արել։ Միայն պատերազմներ ա բերել, կորուստներ, ողբերգություն, անկում բոլոր ոլորտներում։ Նրա հեռանալու ժամանակն է։ Նրա հետ պետք է հեռանա նաև այդ կորուստներ, այդ ողբերգությունները ամեն ինչը։ Հիմա գալիս է հաղթանակների եւ հաջողության ժամանակը։ Աղազարյան, մեկ հարց եւս մտավախություն չունեք, որ այս իշխանությունը, որ ամեն կերպ կարճած է վերընտրվելու համար, մոլդովական սցենարը խաղարկի։ Եվ դուք ունեք արդյոք պլաններ, որոնք այդ պահին մենք ունենք ընդամենը մեկ պլան՝ իրականացնել մեր ժողովրդի ցանկությունն ու նպատակները։ Այդ պլանի դիմաց նրանց բոլոր գործողությունները ավազի պես շրվելու են եւ խափեն մեր ժողովրդի ոտքերի տակ։ Շնորհակալ եմ, Աղազարյան, հաջողություն լինի։